Եթերում Սուրանկյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վայե Ղազարյանս եւ Սուրանկյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Թվում էր, թե հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրով վերջ կդրվի Իրանի դեմ Միացյալ Նահանգների ու Իսրայելի սանձազերծած աղետալի պատերազմին։ Սակայն փաստաթղթի ստորագրումից 3 շաբաթ անց պատերազմը վերսկսվեց։ Միացյալ Նահանգները Իրանի մեղադրեց պայմանավորվածությունները չպահպանելու մեջ, նշելով, թե իրանական ուժերը Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա են հարձակվել, Իսլամական Հանրապետության պահապանների կորպուսը հայտարարեց, թե Միացյալ Նահանգների զինված ուժերը իրենց պարտությունն ու անկարողությունը թաքցնելու համար կեղծ պատճառաբանությամբ հարվածել են իրանական բազաներին։ Այս ֆոնին մեզ առնչվող հուշագրավ հայտարարությունը հնչեցրել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը։ Խոսելով թրիփի մասին, Հադար Ադելը խորհուրդ է տվել Հայաստանի իշխանությունների եւ հայ ժողովրդին չհավատալ Միացյալ Նահանգների խոստումներին։ Պետք է դասեր քաղել այն ամենից, ինչ տեղի ունեցավ արաբական այն երկրներում, որտեղ Միացյալ Նահանգները ներկայություն ունի, հայտարարել է Ադելը։ Նման կոշտ ռետորաբանությունը վկայում է, որ Իրանն այլևս չի հավատում հակամարտության հանգուցալուծմանը եւ ուղիղ սպառնալիքի համարում Միացյալ Նահանգների ներկայությունը տարածաշրջանում։ Մեր երկրի համար ցամաքային բաց երկու սահմաններից մեկը հենց Իրանի հետ է։ Հակամարտության տևական շարունակությունը ուղիղ վնաս կարող է հասցնել Հայաստանի տնտեսությանը։ Եթե սրան էլ գումարենք Հորմուզի նեղուցի փակ լինելու պատճառով վառելիքի թանկացումը, ապա պատկերը ամբողջական կդառնա։ Ճիշտ է, Թրամփը պնդում է, թե Հորմուզի նեղուցը բաց է, բայց Իսլամական Հանրապետության պահապանների կորպուսը հերքել է այդ պնդումը, հայտարարելով, թե նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները չի դադարեցրել գրոհը։ Տարածաշրջանի ու մեր երկրի վրա իրանական պատերազմի հնարավոր ազդեցության մասին զրուցել ենք իրանագետ Նվեր Դավթյանի հետ։ Մենք կոչնչացնենք Հորմուզի նեղուցի հետ կապված ցանկացած հնարավորություն եւ ամբողջությամբ նրանց կզրկենք դրա նկատմամբ վերահսկողությունից։ Միթե նրանք չեն հասկանում, որ եթե իրենց սպառնալիքները երբևէ արդյունք տված լինեին, այսօր չէին հայտնվի այսքան հուսահատ վիճակում։ Իրանցիները չեն հեռացել եւ նրանց ու ԱՄՆ-ի միջև բանակցությունները շարունակվում են։ Իրանը միշտ եղել է նեղուցի պահապանը եւ միշտ կմնա այդպիսին։ Մարտական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից 3 շաբաթ անց Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև պատերազմը վերսկսվեց։ Կողմերը միմյանց են մեղադրում պայմանավորվածությունները չկատարելու մեջ։ Ով է ճիշտ եւ ում է ձեռնտու էսկալացիան։ Տեսեք, ճիշտ եւ սխալ կամ մեղավոր լինելը բավական հարաբերական է, բայց այն, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրման որպես երաշխավորներ երկրներ էին, որոնք իրենց կարողություններով եւ քաղաքական իմիջով եւ ռազմական եւ տնտեսական բոլոր առումներով որպես երաշխավորներ իրենց զսպող հնարավորությունները սահմանափակին, խոսքը վերաբերում է Պակիստանին կամ այլ տարածաշրջանային երկրների, համեմատությամբ Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության։ Ոստի այս պարագայում կողմերի դիրքորոշումները եւ Միացյալ Նահանգների եւ Իրանի եւ չպետք է անտեսենք նաև Իսրայելի, որը փոխըմբռնման հուշագրի ստորագրման սկզբնական պահից ի վեր, նույնիսկ առաջին հրադադարի հաստատումից ի վեր, գոհ չի եղել այդ ռազմաքաղաքական կարգավիճակով, այսինքն տարածաշրջանային։ Ուստի կողմերի դիրքորոշումները, խորքային նպատակները, քաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական, անվտանգային բոլոր ենթադրում էին, որ կողմերը կարող են ինչ-որ մի հանգույցի հասնել, որտեղ չեն կարող այլևս պահպանել այդ հրադադարը, որքան էլ որ տարածաշրջանի երկրների համար այն ձեռնտու իրողություն չէ։ ԱՄՆ-ն հայտարարում է, թե հասցվող հարվածների նպատակը Իրանի Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակվելու կարողությունները նվազեցնելն է։ Այդուհանդերձ թիրախավորվում են նաև տրանսպորտային ենթակառուցվածքները։ Միացյալ Նահանգները փորձում է Իրանին նաև տնտեսական վնաս հասցնել, թե նպատակը այլ է։ Բացի տնտեսականից այնտեղ կա իհարկե ռազմավարական նշանակության օբյեկտներ, ենթակառուցվածքներ, խոսքը վերաբերում է ոչ միայն Բանդար Աբասի, Բուշերի կամ Չաբահարի մյուս նավահանգիստներին հասցվող վնասները կամ կղզիներում այնտեղ գտնվող
օբյեկտներին։ Իհարկե կան այնտեղ ռազմական օբյեկտներ, որոնց նույնպես հասցվում են վնահարվածներ, բայց կան նաև ենթակառուցվածքներ, խոսքը վերաբերում է Բանդար Աբասի երկաթուղուն, Գորգանի հյուսիսային հատվածում գտնվող երկաթուղուն, որոնց հարվածներ հասցնելը արդեն թույլ է տալիս ենթադրելու, որ այն ունի նպատակ զրկելու Իրանին իր ռազմավարական նշանակության մթերքների, ռազմամթերքի, սպառազինության միջոցների, գուցե այլ արտադրատեսակների ներմուծման, սնուցման հնարավորությունից։ Եվ սա միայն տնտեսական չէ։ Նպատակը Իրանին զրկել սնուցման, ռազմավարական սնուցման հնարավորություններից։ Որ դեպքում կողմերի միջև կայուն եւ երկարատև խաղաղություն կհաստատվի, որ կողմը, որ հարցում պետք է հետ քայլանի։ Երբ կողմերը հանգեն մի վերջնական համոզման, որ շարունակելն այլևս անիմաստ է եւ պետք է հաշվի նստեն միմյանց ուժերի, քաղաքական նպատակների, տնտեսական շահերի տարածաշրջանում հետ միայն այդ դեպքում, բայց հաշվի առնելով Իսրայելի ձգտումները, նպատակները, տարածաշրջանային մեծ գլոբալ նպատակները, դա բավական հեռու է։ Մյուս կողմից էլ հաշվի առնելով նաև իրանցիների մենթալիտետը, մտածողությունը, կայսերական մտածողությունը, հենց միայն այն, որ իրենց պետականության գոյության պատմության 1000 տարուց ավել իրենք են եղել տարածաշրջանում գերտերություն կամ աշխարհաքաղաքական բևեռ տարածաշրջանում կամ համաշխարհային տերություն առանձին ժամանակահատվածներում, ապա այդպիսի երկրին, նման ժողովրդին համոզել, որ պետք է ենթարկվի ինչ-որ աշխարհաքաղաքական ճնշումների կամ այլ ուժային կենտրոնների հնազանդ երկիր դառնա մի քիչ բավական բարդ։ Տարածաշրջանի, որ երկրներն են տնտեսապես տուժում ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հակամարտության կարգավորման ձգձգումից, ինչպես է հարևան երկրում պատերազմն անդրադառնում Հայաստանի վրա։ Բնականաբար Հայաստանը գտնվելով Իրանի հարևանությամբ ի թիվս մյուս երկրների նույնպես կրում է բավական ազդեցիկ տնտեսական վնասներ։ Խոսքը վերաբերում է Իրանի տարածքով բեռնափոխադրումներին եւ տարանցումներին։ Խոսքը միայն իրանական նավահանգիստներին չի առնչվում, այն բեռնատեսակները, որոնք գալիս էին Միացյալ Էմիրություններ եւ Միացյալ Էմիրությունները հանդիսանալով որպես տարածաշրջանում արդյունաբերական հաբ, այնտեղից Իրանի տարածքով փոխադրվում էին դեպի Հայաստան, Հարավային Կովկաս, դեպի Ռուսաստան, դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ, այն երկրները, որոնք կապված են Իրանի ենթակառուցվածքների հետ կամ որոշակի կախվածություն ունեն, բնականաբար այս իմաստով տուժելու է։ Որոշ արտադրատեսակների, որոնք Իրանի տարածքից արտահանվում էին, այդ թվում նաև Հայաստան, առաջին հերթին այստեղ կուզեի ուշադրություն հրավիրել շինանյութերի, նավթաքիմիական արտադրատեսակների պատերազմի հետևանքով Իրանում առաջանում է բավական լուրջ մեծ պահանջարկ վերակառուցման, վերականգնողական ծրագրերի իրականացման կամ ճգնաժամային իրավիճակներում կառավարման մի շարք նպատակներ քաղաքականություն իրականացնելու համար որոշ արտադրատեսակների արտահանում սահմանափակվում են այդ երկրից, ինչն էլ բնականաբար ազդում է նաև մեզ վրա, մեր տնտեսության վրա։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև լարվածության պահպանումը կարող է ազդեցություն ունենալ TRIP նախագծի իրագործման վրա։ Իրանի բարձրաստիճան եւ կրոնաքաղաքական եւ ռազմաքաղաքական իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումը շարունակաբար եղել է։ Ինչ վերաբերում է մեր Հարավային Կովկասի տարածաշրջանին, այստեղ Իրանի համար ավելի լուրջ սպառնալիքներ կան։ Մեր տարածաշրջանում խոսքը վերաբերում է իսրայելական ներկայությանը Ադրբեջանում եւ ազդեցությանը, սա ավելի մեծ լուրջ սպառնալիք է, քան հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները։ Եթե զուտ տնտեսական ներկայության մասին է խոսքը, ապա դա այլ բան է։ Զուտ ենթակառուցվածքների, տնտեսական ներկայության, ներդրումային ծրագրերի եւ այլն, բայց եթե դրանք անվտանգային ռիսկեր իրենց մեջ պետք է պարունակեն հարևան ինչ-որ երկրի համար, այն էլ մեզ հետ բարեկամական հարաբերություններ ունեցող, բարեդրացիական հարաբերություններ ունեցող երկրի Իրանի հետ, ապա միանշանակ իրանական դիրքորոշումը այս հարցում չի տարբերվի
ինչպես որ արաբական երկրներում, բայց փաստ է, որ մենք այն նույն կարգավիճակում չենք, ինչ որ արաբական երկրներին, որոնք ունեին իրենց տարածքում Միացյալ Նահանգների ռազմաբազաներ, պետք է կարողանանք այնպիսի քաղաքական քննարկումներ ունենալ, որ մեզ չպատկերացնեն հակաիրանական դաշտում։ Կարկուտը ծեծաստեղն է ծեծում, եւ նման կարգի ասույթները ճշգրիտ բնութագրում են արցախցի մեր հայրենակիցների վերջին 3 տարվա կյանքն ու ապրուստը։ Ձախորդությունը ձախորդության հետևից, ողբերգությունը ողբերգության հետևից։ Զրկվեցին տնից, տեղից, բռնեցին գաղթականի ճամփեն։ Եկան ծվարեցին Մայր Հայաստանում, բայց գոյաբանական վտանգը դեռ շարունակում է սպառնալ։ Դրանում համոզվում ենք ամեն անգամ, երբ այցելում ենք Արցախից բռնի տեղահանված որևէ ընտանիքի։ Վերադառնում ենք շատ ծանր տպավորություններով ու կյանքի վերաբերյալ այլ պատկերացումներով։ Արցախի Ասկերանի շրջանից տեղահանված Երևանում վարձակալությամբ բնակվող Արզումանյանների ընտանիքի հայրը Արցախյան 3 պատերազմների մասնակից հրշեջ փրկարար աշխատած Արսենը հիմա էլ պայքարում է ենթաստամոքսային գեղձի չարորակ ուռուցքի դեմ։ Արդեն քիմիաթերապիայի 8 կուրս է անցել ու եթե սկզբում բուժումը արդյունավետ էր, ֆինանսական խնդիրների պատճառով դրա ընդհատումը հիվանդությանը նոր թափ է հաղորդել։ Այժմ նրան քիմիաթերապիայի ամսական 2 կուրս է անհրաժեշտ, որոնցից յուրաքանչյուրը արժե 150,000 դրամ։ Բայց ինչ անի, եթե գումար չունի։ Եթե Հայաստանի քաղաքացիություն ստանալու ուղղված նրանց դիմումները այդպես էլ անպատասխան են մնում, ինչի հետևանքով զրկված են անգամ նպաստից։ Եկամտի միակ աղբյուրը Արսենի կնոջ զոհված ազատամարտիկի դուստր Ինգա Մնացականյանի աշխատավարձն է։ Անչափահաս 4 երեխաների մայրը աշխատում է Երևանի թիվ 198 հավաք դպրոցում մաթեմատիկայի ուսուցչուհի։ Բայց արդյոք հնարավոր է ուսուցչի աշխատավարձով հոգալ ամուսնու բուժման ծախսերը, երեխաների հոգսերը, վճարել բանկային վարկերը։ Խոստովանել են, որ անգամ ամենասարսափելի երազում չէին կարող պատկերացնել, որ նման վիճակում կայտնվեն։ Բայց սա է իրողությունը, որի հետ հաշ չեն եւ շարունակում են պայքարել։ Հարգելի հեռուստադիտողներ, հավատացեք, որ Արզումանյանների ընտանիքի համար չափազանց կարևոր է յուրաքանչյուրի թեկուզ չնչին աջակցությունը։ Նրանք հիրավի գոյաբանական կռիվ են տալիս։ Ներկայացնում եմ Քնարիկ Պետրոսյանի տառապանքի ուղիներով տեսանյութը։ Դարի չարիքը քաղցկեղը ցավոք չի շրջանցել նաև այս ընտանիքին։ Հիվանդություն, որը ներխուժում է մարդկանց կյանք, անխնա խլում է խաղաղությունը, փոխում երազանքներն ու ամեն օրը վերածում գոյատևման պայքարի։ Այսօր այդ ծանր պայքարի կենտրոնում 46-ամյա Արսենն է, Արցախյան պատերազմների մասնակից, հայրենիքի պաշտպանը, ով տարիներով վտանգել է սեփական կյանքը, երկիրը, հողն ու ժողովրդին պաշտպանելու համար։ Ասում է, իսկ այսօրվա պայքարը ամենադժվարն է կյանքի ամենադաժան մարտը։ Հեռախոսը զանգում կեսն մարդու։ Չգիտես, հեռախոսը բեկարես մորուի պատասխան տաս։ Մեկի մեջ մի հատ գլուխ է, մեկի մեջ այսքան տեղն է կտրտված։ Մեկի ոտն է, մեկի ձեռն է, ես իմ ինքան որ փաթաթում ենք ուղարկում, չգիտես որը որտե դնես։ Եկել ենք ստեղ Երևան, պապան որ կռվի մեջ էր, ամեն վարկյա մտածում էինք, ուզում էինք կապ հաստատենք, շատ էինք մտածում պապայի մասին, մինչև որ եկավ, բայց որ մաման էլ պատմեց, որ պապան վիրավոր է, այդ ոբշե, որ պապան ոբշե չէր ասել, որ ինքը վիրավոր է, մինչև մենք իմացանք, արդեն ինքը լավ էր իրան զգում։ Պատերազմը Արսենի մարմնի վրա թողել է իր ծանր հետքերը, կոնտուզիա եւ բազմաթիվ բեկորային վնասվածքներ, սակայն նա երբեք չի դադարել ծառայել մարդկանց։ Տարիներ շարունակ Արցախում հրշեջ փրկարար է աշխատել, ամեն օր վտանգելով սեփական կյանքը, ուրիշներին փրկելու համար։ Իսկ բռնի տեղահանությունից հետո արդեն Հայաստանում աշխատել է բուսաբանական այգում, փորձելով նոր կյանք սկսել ու արժանապատվորեն հոգալ ընտանիքի կարիքները։ 2023 թվականը այս ընտանիքի համար դարձավ ցավի ու կորուստների տարի։ Նրանք, ինչպես հազարավոր արցախցիներ, ստիպված վերջնականապես լքեցին հայրենի տունը, Արցախի Ասկերանը։ Թողեցին իրենց օջախը, հարազատ պատերը, հուշերով լի բակը ու եկան Հայաստան ապավինելով վաղվա օրվա հույսին։ Այն ժամանակ ինձ էլ կամազով որ աշխատում էի փեդիգործի անը։ Մարդիկ իրանց բենզինը սալարկան տալիս էին, ես իրանց համար փեդ էի տանում։ Արսենը ինքը յուղացիներին ինքը բոլորին բան արեց,
տեղահանեց ինքը, որտեղ վտանգը մեծ էր, որ գյուղը կհայտնվի շրջափակման մեջ։ Բայց ասում են կարկուտը ծեծած տեղն է ծեծում, ճակատագրի ծանր հարվածը դեռ առջևում էր։ Անցյալ տարվա հոկտեմբերին բժիշկները Արսենի մոտ ախտորոշեցին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ։ Ախտորոշում, որը գլխիվայր շրջեց ամբողջ ընտանիքի կյանքը։ Բժիշկներն ասում են հնարավոր չէ վիրահատություն կատարել։ Կյանքը շարունակելու միակ ճանապարհը քիմիոթերապիան է։ 10 օրվա ընթացքում ցավել աստծոս, ասել եմ ցավում, այլ եսիմ։ Բանի տեղ չեմ դրել։ Հիվանդանոցում պարզվել է որ ուռուս կա։ Նենց էի լացում բարձրացայ, ողնում էի քաղաքի մեջ, ստենդը թանկ հաճույք է, մոտ 1 միլիոն դրամ կաշենա, բայց դրենաժը հնարավոր է նաև անվճար, ասում եմ, իսկ Արսենին իմանալով ինքը դրենաժով կարող է 10 օր էլ չապրել։ Ամեն ամիս անհրաժեշտ է անցնել 2 բուժման կուրս, որոնցից յուրաքանչյուրն արժե 150,000 դրամ։ Այսինքն միայն բուժման համար ընտանիքին անհրաժեշտ է ամսական շուրջ 300,000 դրամ, ինչն այսօր այս ընտանիքի համար անհաղթահարելի բեռ է։ Արսենը հիմա այլևս չի կարողանում աշխատել։ Հիվանդությունը քայքայել ու խլել է նրա ուժերը։ Երբեմնի ամուր ու տոկուն տղամարդը, որի տարիներ շարունակ մարդկանց կյանքեր էր փրկում, այսօր դժվարությամբ է հաղթահարում նույնիսկ ամենաթեթև ֆիզիկական աշխատանքը։ Սակայն նա չի կորցրել հավատը, չի կորցրել ապրելու կամքը, որովհետև գիտի իրեն սպասող 4 զույգ աչքեր կան, որոնք իրենց հայացքը հորն են հառում, սպասելով ու լիահույս ակնկալիքով, որ նա այս դժվարին փորձությունն էլ անպայման հաղթահարելու է։ Փոքր բաներ կա, որ երեխան ոտից նստում ցավացնում է, բան, բայց դաժե երեխուն էլ չեմ ասում, որ մի նստի։ Ինքա որ մեջ սպահում եմ էլ եսիմ։ Երևի այդքան տեսնելուց ա եղել, եսիմ։ Ամեն մի պայթունից մարդ էսել է ախր մեջ թվռում է։ Երկրորդ կարգ են տվել իրան։ Հա, հիմա պետքա շարունակենք, բայց բուժումը ու ցավալին էտա, որ մենք չգիտենք ինչքան, քանի կուրսն է պիտի ստանա։ Ընտանիքի ամբողջ հոգսը այսօր կնոջ ուսերին է։ Ինգան մաթեմատիկայի ուսուցչուհի է։ Ամեն օր դպրոցում երեխաներին սովորեցնում է թվերի ճշգրտությունն ու տրամաբանությունը, իսկ տուն վերադառնալով փորձում է հաշվել դասավորել ընտանեկան բյուջեն այնպես, որ բավականացնի տան վարձին, սննդին, երեխաների կարիքներին ու ամենակարևորը ամուսնու բուժմանը։ Սակայն ուսուցչուհու աշխատավարձն ու Արսենի թոշակը հազիվ են բավականացնում ամենաանհրաժեշտ ծախսերը հոգալուն։ Ամեն ամիս նրանք կանգնում են նույն հարցի առաջ. ինչպես շարունակել բուժումը, երբ յուրաքանչյուր քիմիոթերապիայից է կախված Արսենի կյանքի թելը։ Մաման դե ցույց չի տալի տենց, որ ինքը նեղված է, կարող է ինքը սենց թաքուն ինչ-որ միտեղ, բայց մեր մոտ միշտ ուրախ է ցույց տալիս իրան բան, բայց ես էլ հոթելում եմ այդքանը ու ամեն օր մտածում եմ աշխատելու մասին։ Ու ամեն օր միտեղ գրում եմ, որ աշխատեմ ես։ Թեկուզ սենց մի հատ գործ, որ իմանամ, որ այդ իմ գործից կգա ինչ-որ գումար, որ ես կարողանամ օգնեմ իմ ընտանիքին։ Իմ համար շատ դժվար էր նամանավանդ այն ժամանակ, երբ որ ինքը չգիտեր իր հիվանդության մասին։ Ինքը քնում էր, ես պառկած լացում էի, որ կարող է վաղը չլինի, կարող է ընդամենը 2 ամիս ապրի։ Շատ ես երեխաների մասին էի ավելի շատ մտածում, թե ինչ պիտի ասեմ իրանց։ Այս ընտանիքի ամենամեծ հարստությունը 4 անչափահաս երեխաներն են։ Չնայած տարիքին նրանք արդեն ճաշակել են կյանքի դժվարությունները, բայց չեն կոտրվել։ Նրանք գերազանց են սովորում, մասնակցում են տարբեր մրցույթների, արժանանում պատվոգրերի, շնորհակալագրերի ու բարձր գնահատականների։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր մեծ երազանքը, իր նպատակները, իր պատկերացրած ապագան։ Սակայն այսօր բոլոր երազանքներից վերը մեկն է՝ հայրիկը հաղթահարի հիվանդությունը։ Նրանք ուզում են, որ հայրիկը կրկին ժպտա, կրկին ուժ ունենա իրենց դպրոց ճանապարհելու, խորհուրդներ տալու, իրենց հաջողություններով հպարտանալու։ Նստում ենք, խոսում ենք, հասկանում ենք, որ մեկը պետք է բուժվի, որ անիմաստ չպետք է ասենց բան անենք, լացենք։ Երեկոյան խմեց papan, իրար հարցնում են ստենդի տեղը, տանում են հե պապ, եթե չես խմել, խմի իրանք էլ իմ հետ, բան են անում, հետևում են։
Բայց այս ընտանիքի դժվարությունները միայն հիվանդությամբ չեն սահմանափակվում։ Նրանք շարունակում են ապրել վարձով, քանի որ դեռ չեն կարողանում օգտվել բնակարանի ձեռքբերման պետական սերտիֆիկատից։ Պատճառը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հետ կապված խնդիրներն են, որոնք շարունակում են խոչընդոտել նրանց ունենալու սեփական տուն, սեփական անկյուն, որտեղ երեխաները վերջապես կզգան ապահովություն։ Նաև մերժել են բանը։ Այդ 40+10 ինչ են ասում, այդ աջակարիքավոր նամակով կա, ինձ եկել է պատասխան, մերժվում է, քանի որ ընտանիքը չի համարվում կարիքավոր։ Վարձով տան մուտքի մոտ մանր կտորների միջից իր ձեռքերով հավաքում էր մի փոքրիկ մակետ Արսենը։ Առաջին հայացքից պարզապես մի քանի կտոր գարդոն իրար կողքի էին դրված, բայց իրականում դրանք մի ամբողջ աշխարհ էին։ Արցախի տունն էր, այն տունը, որտեղ մեծացել էին երեխաները, որտեղ ամեն պատ հիշողություն ուներ, որտեղ ամեն արշալույսը բացվում էր հարազատ հողի բույրով ու օդի շնչով խառնված։ Արսենը գիտի, որ տունն այլևս չկա, բայց հուշերն իր հետ են, ոչ ոք չի կարող խլել։ Դրանք շարունակում են ապրել նրա ձեռքերի շարժումների մեջ, նրա լռության մեջ, նրա աչքերում։ Այսօր Արսենը երկու պայքար է մղում, մեկը ծանր հիվանդության դեմ, մյուսը մոռացության։ Նա փորձում է պահել իր տունը, թեկուզ փոքրիկ մակետի տեսքով, որպեսզի երեխաները երբեք չմոռանան, թե որտեղ են իրենց արմատները։ Մենք չենք կարող վերադարձնել նրա կորցրած հայրենի տունը, բայց կարող ենք հիմա ձեռք մեկնել երեխաներին, օգնել, որ նրանք չկորցնեն հայրիկին։ Քնարիկ Պետրոսյան, Տիգրան Հունանյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք։ Ներողություն, բայց դուք այլևս անապահով չեք։ Վերջին օրերին Սուրանկյան խմբագրությունում ամենահաճախը հենց այս բողոքն ենք ստացել։ Իմ կյանքում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Համակարգը փոխել են, որպեսզի անապահով մարդկանց եւ ընտանիքների իրական կարիքները վերհանեն։ Գործընթացը իրականացվում է ամբողջությամբ ինքնաշխատ եղանակով։ Թանկարժեք մեքենաներով, հագու կապով նպաստառուներ չլինեն մեր երկրում։ Իրենց եկամուտը էլ ավելի բարձր է այս պահի դրությամբ։ Քաղաքացիները դժգոհում են 10,000-ով թոշակը բարձրացել է, փոխարենը զրկվել են օրինակ 55,000 դրամ նպաստից։ Կենսաթոշակը, այլ նպաստները, այլ դրամական վճարներ պետության կողմից պիտի դիտարկվեն որպես եկամուտ։ Չափանիշները պետք է ոչ միայն իրավական լինեն, այլև արտացոլեն սոցիալական իրականությունը։ Սոցիալական քաղաքականությունը չի նշանակում միայն աղյուսակներ։ Խոսքը ձգան մասն է, որի արժեքը չի նվազել։ Հույս ունեն որոշ արտադրողներ, որ բացվելու է։ Ռուսները հավանական է դեռ շատ երկար չբացեն իրենց շուկաները։ Որոշ տնտեսություններ կգնան քայքայման։ Ինչ է արվելու հիմա այդքան ձգնամթերքի հետ։ Ստացել է թույլտվություն արտահանման նպատակով եվրոպական միության երկրներ։ Բայց դրա համար ձեռնարկատերը դեռ ճանապարհ ունի անցնելիք։ Մենք փոխարինող գրանցված դեղամիջոց չունենք։ Այն արտադրանքը, որը արտահանել ենք Ռուսաստան, հաճախ չի համապատասխանել եվրոպական նորմերին։ Մինչ այս հաստատի պատշաճ չեն վերահսկել։ Գործադիրի այս առաջարկին արդեն արձագանքել է 5 արտադրող 130-ից։ 97% տնտեսություններն էլ պատրաստ են։ Ներկա մոտեցումներով այն այլևս չի լինելու ձեռնտու։ Պետք է ունենաս հստակ հաշվարկ ձգան ինքնարժեքի մասով։ Երբ նախընտրական ժամանակաշրջանում իշխանությունները 10,000 դրամով բարձրացրին թոշակը, շատերն այդ քայլը պոպուլիստական որակեցին։ Նշեցին, թե ընտրություններից հետո այս առումով լավ բան չի սպասվելու։ Հավանաբար մտավախության տեղիք էր տալիս փաստը, որ վերջին տարիներին գործադիրը բյուջետային ծախսերը նվազեցնելու ուղղությամբ հսկայական ջանքեր է գործադրել։ Ու նրանք իրավացի էին։ Անցնող շաբաթ մեր խմբագրություն էր զանգահարել մի քաղաքացի։ Բողոքում էր, թե իր հասանելիք 55,000 դրամ նպաստը կտրում են, պատճառաբանելով, թե ընտանիքի ամսական եկամուտները չափից շատ են նպաստ ստանալու համար։ Ազանգի հետքերով գնաց Էդուարդ Պողոսյանը, փորձելով հասկանալ, թե ինչպես եւ ինչ եղանակով են պարզելու ընտանիքի անապահովությունը, որպեսզի կողմնորոշվեն քաղաքացին ստանա նպաստ, թե ոչ։ Պարզվում է, հուլիսի 1-ից ներդրվել է ավտոմատացված համակարգ, որում առկա են նպաստառուների մասին անհրաժեշտ բոլոր տվյալները՝ եկամուտ, անշարժ գույք, եւ ըստ այդմ էլ բալային համակարգով գնահատում է անապահովության մակարդակը։ Այսինքն, եթե համակարգը որոշեց, որ ծանր կացության մեջ գտնվող ընտանիքը այնուամենայնիվ կարող է առնվազն 1 ամիս գոյատևել, այդ ընտանիքը պետական նպաստ չի ստանա։ Իրավասուները պնդում են, թե այս համակարգը բավականին արդյունավետ է։ Մասնագետները բոլորովին այլ տեսակետ ունեն։ Ասում են, թե պարզ չեն մեթոդաբանությունն ու այն չափանիշերը, որոնցով առաջնորդվում է պատասխանատու գերատեսչությունը այս համակարգը գործի դնելով։ Եվ ամենակարևորը, աղքատության ճիրաններում հայտնված մարդկանց նպաստից միանգամից զրկելը կարող է դառնալ սոցիալական լարվածության պատճառ, ինչն էլ կարող է հանգեցնել քաղաքական կոլապսի։ Թե ինչի մասին է խոսքը,
խոցելի եւ անպաշտպան վերնագրված տեսանյութում։ Ներողություն, բայց դուք այլևս անապահով չեք։ Յուրաքանչյուր բարեփոխում սովորաբար ներկայացվում է որպես խնդիրների լուծման ճանապարհ, բայց կարևոր է դրա համար հասկանալ ոչ միայն նախապես հայտարարված նպատակը, այլ թե այն ինչ իրական ազդեցություն է ունենում մարդկանց կյանքի վրա։ Այսպիսի օրինակ է անապահովության գնահատման նոր համակարգը։ Բազմաթիվ ահազանգեր կան, մարդիկ պնդում են, որ իրենց կյանքում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ֆինանսական եւ սոցիալական դրությունը մնացել են նույնը, բայց պետությունն իրենց դադարել է ճանաչել որպես անապահով։ Հենց այսպես։ Ահազանգը ահազանգի հետևից վերջին օրերին Սուրանկյան խմբագրությունում ամենահաճախը հենց այս բողոքն ենք ստացել։ Աղքատության շեմը չհաղթահարած ընտանիքները դժգոհում են, թե պատահաբար են իմացել, որ այլևս նպաստառու չեն։ Կառավարությունը կարգ կանոնը խմբագրել է, ավելի ճիշտ վերափոխել անապահովության գնահատման համակարգը։ Իմ կյանքում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, բայց ոնց ինձ ասում են, որ դու էլ անապահով չես ու զրկել եմ նպաստից։ Թե ոնց են այդ արել, չգիտեմ, ոնց են հաշվարկել։ Ես այդ փողով քիչ շատից գոնե հացիս հարցը կարող եմ էլի լուծեի, բայց հիմա թե ոնց պետք է անեմ, շարունակեմ կյանքս, չգիտեմ։ Տան միակ եկամուտը հաշմանդամության եւ ընտանիքի ավագ անդամների կենսաթոշակներն են մնում։ Սրանք էլ պատմում է զրուցակիցս, հազիվ անհրաժեշտ դեղորայքը ձեռք բերելուն է բավարարում։ Առողջական խնդիրներ ունեմ, բժշկի արդեն քանի ամիս է չեմ կարողանում գնալ, ու թե ոնց պետք է շարունակեմ, չգիտեմ։ Այն ժամանակ գոնե քիչ շատից հացի հարց կարող էի լուծել, հիմա չգիտեմ, մտքից ոչ մի բան չի գալիս, ոնց պետք է շարունակեմ։ Պատասխանատու գերատեսչությունում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում պարզաբանում են, գնահատման համակարգը փոխել են, որպեսզի անապահով մարդկանց եւ ընտանիքների իրական կարիքները վերհանեն եւ նրանց աղքատության ճիրաններից դուրս բերեն, ուղղորդելով դեպի աշխատաշուկա, որպեսզի հույսը նպաստի վրա դնելու փոխարեն սեփական ապրուստի հարցը լուծվի սեփական քրտինքով։ Գործընթացը իրականացվում է ամբողջությամբ ինքնաշխատ եղանակով եւ քաղաքացիները դիմումը ներկայացնում on-line հարթակում եւ համակարգերը, համապատասխան տեղեկատվական համակարգերը, որտեղ իրականացվում է անձի սոցիալական կարիքների գնահատումը, իրենցից ներկայացնում են ինքնաշխատ տեղեկատվական համակարգերի համադրում, որի արդյունքում գնահատվում է անձի սոցիալական կարիքը։ Անապահովության գնահատման փուլում մարդկային գործոնը բացառված է, համակարգը 30-ից ավելի բազայից է տվյալներ ստանում, օրինակ պետեկամուտների եւ կադաստրի կոմիտեներից եւ համապատասխան բալերով որոշում կառավարությունը օգնության ձեռքը պարզած պահի դեպի քաղաքացին, թե այն հետ քաշի։ Պետությունը գործընթացը թվայնացրել է, որպեսզի, ինչպես ասվում է, թանկարժեք մեքենաներով հագու կապով նպաստառուներ չլինեն մեր երկրում, այսինքն աջակցություն ստացողների ցանկում մնան միայն նրանք, ովքեր իսկապես ունեն դրա կարիքը։ Ինչ վերաբերվում է զանգվածային կրճատումներին, ապա որպես այդպեսին դրանք առկա չեն, սակայն անապահովության համակարգում կենսաթոշակի նվազագույն չափի ավելացման պայմանավորված բոլոր այն անձիկ, ովքեր կենսաթոշակառու են միաժամանակ հաշմանդամության թոշակ էին ստանում, ըստ էության իրենց եկամուտը էլ ավելի բարձր է այս պահի դրությամբ, քան սոցիալական անապահովության նպաստ ստանալու համար սահմանված սահմանային շեմը։ Թեպետ կառավարությունը չէր նախատեսել, այնուամենայնիվ նախընտրական փուլի շեմին որոշեց 10,000 դրամով թոշակը բարձրացնել։ Ժամանակին սոցիալապես անապահովի կարգավիճակ ունեցողներին այժմ հենց սա է խանգարում նպաստառուի կարգավիճակում մնալու հարցում։ Քաղաքացիները դժգոհում են 10,000-ով թոշակը բարձրացել է, հասել, հավասարվել, որոշ դեպքերում գուցե գերազանցել նվազագույն սպառողական զամբյուղի գրեթե 36,000 դրամը, փոխարենը զրկվել են օրինակ 55,000 դրամ նպաստից։ Կենսաթոշակը, այլ նպաստները, այլ դրամական վճարներ պետության կողմից պիտի դիտարկվեն որպես եկամուտ, որտեղ դրանք տրվում են այլ հիմքով, մասնավորապես օրինակ հաշմանդամության նպաստը կենսաթոշակը տրամադրում է հենց հաշմանդամություն ունենալու փաստի հիման վրա եւ հաշվի առնելով, որ հաշմանդամությունը ինքնին առաջացնում է մարդու համար լրացուցիչ ծախսեր։ Աբսուրդը հասել է այնտեղ, որ մի հողահանդակ ունեցող մարդը որ ոչ օգտագործում է, ոչ է այդ հողի սեփականաշնորհման ընթացքում ստացել են, այդ գյուղով իրար մեջ բաժանել են, չէ՞։ Այդ մարդկանց նպաստից կտրում են։
Չնայած պաշտոնական պարզաբանումներին, որոնք ներկայացնում են աշխատանքի եւ սոցհարցերի գերատեսչությունից, թե նախքան անապահովության գնահատման նոր կարգ կանոնը գործարկելը ուսումնասիրել են ինչպես ազգային, այնպես էլ միջազգային փորձը, հետո նաեւ երկու մարզում այն ներդրել փորձնական տարբերակով, մասնագետները պնդում են, որ նախ անհրաժեշտ էր հասկանալ, թե կանոնների կիրառման արդյունքում ովքեր են կորցնելու աջակցություն ստանալու հնարավորությունը եւ ովքեր պահպանելու այն։ Ըստ նրանց, այստեղ չափանիշները պետք է ոչ միայն իրավական լինեն, այլև արտացոլեն սոցիալական իրականությունը, ու թեպետ այս դեպքում էլ նախարարությունում վստահեցնում են, թե գնում են տնայցերի ինքնաշխատ համակարգի գնահատումից հետո, փորձագետները կարծում են, որ անապահովներին նպաստ տալ-չտալու հարցը այսուհետև որոշվում է բացառապես կոնկրետ չափանիշների եւ դրանց հիման վրա կատարված հաշվարկների վրա, առանց բավարար ուշադրություն դարձնելու անհատապես յուրաքանչյուր ընտանիքում տիրող իրավիճակին։ Այստեղ մեկ այլ խնդիր է, որ անապահովության աղքատության աստիճանները շեմերը փոխվել են 4 շեմի միջոցով այմայ դրանք իրականացում հիմնվելով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի ու սահմանված շեմի համեմատության վրա հարցը այն է, որ հաստատի մենք ունենք միայն այդ դրամական աջակցության միջոցները եւ այն ծառայությունները, որոնք այդ մարդկանց անհրաժեշտ են, գոյություն չունեն կամ եթե կան, ապա շատ քիչ են եւ քիչ հասանելի են քաղաքացիներին, հատկապես մարզերում։ Սոցիալական քաղաքականությունը չի նշանակում միայն աղյուսակներ եւ աղյուսակներից տարբեր պատճառաբանություններով մարդկանց դուրս հրել, ջնջել, պետությունը պետք է մտածի ոչ թե մարդկանց նպաստը կտրի, պետությունը պետք է մտածի, որպեսզի եկամտի այնպիսի աղբյուրներ եւ այնպիսի քաղաքականություն տնտեսական վարի, որ եկամուտները հորդան։ Փորձագետները մինչև իսկ սահմանադրականության խնդիր են առաջ բերում անապահովության գնահատման նոր համակարգի հարցով դիմել էին մարդու իրավունքների պաշտպանին։ Օմբուդսմենի աշխատակազմից էլ խոստացել էին հարցը սահմանադրական դատարան հասցնել, բայց չեն տարել։ Այս նոր համակարգը ոչ միայն որպես վարչարություն, ոչ միայն հիմնված է փաստերի վրա, այլ նաև որոշակի ենթադրությունների վրա, մասնավորապես այս համակարգով կարող են քաղաքացիներին վերագրվել որոշակի եկամուտներ, նույնիսկ եթե դրանք չկան։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում հակառակն են պնդում, համակարգն իրենց օգնելու է մարդկանց կարիքների առավել օբյեկտիվ պատկերն ունենալ ձեռքի տակ։ Նոր համակարգը ելնելով այն հանգամանքից, որ հնարավորություն է տալիս օբյեկտիվ պատկեր ներկայացնել անտիսոցիալական կարգավիճակի վերաբերյալ, միևնույն ժամանակ բացառում է մարդկային գործոնը եւ սուբյեկտիվիզմը։ Թվային հաշվարկներն արդեն իրենց որոշումն ընդունել են, թե այդ որոշումները որքանով են արտացոլում մարդկանց իրական կյանքը, դեռևս շարունակում է օդից կախված մնալ, եւ սա նոր համակարգի գործարկման միայն մեկնարկն է, առաջին ամիսը։ Էդուարդ Պողոսյան, Անդրանիկ Ներկարարյան, Սուրան Գյուն։ Շաբաթական քանի անգամ եք ձկնամթերք օգտագործում։ Իսկ գիտեք, որ այս սննդատեսակում առկա են մեր օրգանիզմի բնականon կենսագործության համար անհրաժեշտ օմեգա 3 տեսակի յուղեր, սպիտակուցներ եւ կալցիում։ Հիմա կարծնեք, թե ինչու եմ այս մասին խոսում։ Բանն այն է, որ յուրաքանչյուր հայաստանցի օրական միջինում սպառում է 13-ից 14 գրամ, իսկ տարեկան 4.5-ից 6 կիլոգրամ ձուկ։ Համեմատության համար նշեմ, որ աշխարհում մեկ անձի հաշվով ձկան միջին տարեկան սպառումը կազմում է մոտ 20 կիլոգրամ։ Այսինքն Հայաստանում այս ցուցանիշը համաշխարհային միջինից մոտ 4 անգամ ցածր է։ Սա էլ իր հերթին հանգեցնում է ցավալի այլ իրողությունների։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի ձուկ արտադրողների իրացման հիմնական շուկան Ռուսաստանն էր։ Այսինքն, երբ տնտեսվարողը մուտք էր գործում այս ոլորտ, ծրագրում էր եկամուտները գեներացնել հիմնականում Ռուսաստան արտանման միջոցով։ Այս սխեման տասնամյակներով է աշխատելու, ված չի աշխատել, որովհետև Ռուսաստանը հայկական ձկնամթերքի կարիքը լի ունի, ավելի շուտ ուներ։ Բանն այն է, որ այդ երկրի պետական իրավասու մարմինները արդեն տևական ժամանակ է արգելել են Հայաստանից ձկնամթերքի ներկրումը։ Ու հարցը, թե արդյոք այս ոլորտը եւս անկում է ապրելու, ավելորդ չէ։ Մինչդեռ կառավարությունից վստահեցնում են, թե հարցը կարգավորել են։ Ասում են, թե Եվրամիության հետ բանակցությունների արդյունքում ձեռք են բերել պայմանավորվածություններ, ըստ որոնց գյուղմթերքի մի մասը, այդ թվում ձկնամթերքը, եվրոպական երկրներ կարտահանվի առանց մաքսատուրքի։ Շատ բարի։ Բայց արդյոք հայկական իշխանը կամ թառափը համապատասխանում են եվրոպական չափանիշերին։ Մասնագետների կանխատեսումները լավատեսական չեն։ Նշում են, թե եվրոպացիների ստանդարտները խիստ ու անզիջում են, հետևաբար վաղ թե ուշ հայ ձկնարտադրողները կանգնելու են ջարդած դաշտակի առաջ։ Արմեն Աթալյանի տեսանյութը վերնագրել ենք ձեռնունային եւ շվարած։
Խանութներում այսօր բավականին շատ է մատչելի ծաղիկը, մատչելի է նաև լոլիկը։ Չնայած ֆերմերների բերքի ավելցուկին եւ սպառման շուկաների բացակայությանը վերաբերող բողոքներին, միրգ բանջարեղենի այլ գինիչեցում առայժմ չենք ֆիքսել։ Կա մեկ այլ պրոդուկտ եւս, որի մուտքը դեպի Ռուսաստան թեև արգելված է, բայց դրա գինիչեցմանը դեռ ականատես չենք եղել։ Խոսքը ձկան մասն է, որի արժեքը չի նվազել, ու ներքին շուկայում մնում է կայուն։ Մյուս կողմից այս ոլորտում եւս վիճակը մեղմ ասած բարբոք չէ։ Ոչինչ չի փոխվել։ Ինչպես 11 թվականին փակվեց, ինչպես 15 թվականին փակվեց, ինչպես հիմա է փակվել եւ ինչպես բացվել է նախկինում, հիմա էլ հույս ունեն որոշ արտադրողներ, որ բացվելու է տեղափոխումը հայկական ձկնամթերքի ռուսական շուկա։ Շատ բիզնեսմեններ սակայն զգում են, որ այս անգամ իրավիճակն այլ է։ Ռուսները հավանական է դեռ շատ երկար չբացեն իրենց շուկաները։ Վատագույն սցենարով ինչ խնդիրներ կունենանք այդ դեպքում։ Հզոր խոշոր տնտեսությունները իրենց արտադրական հնարավորությունները կնվազեցնեն մինչև 20%-ի կհասցնեն, ինչպես նախկինում է եղել։ Միջիններից որոշ տնտեսություններ կգնան քայքայման, փոքրները ընդհանրապես ոտնատակ կգնան, այսինքն սկսելու են արտադրել այնքան, ինչքան հնարավոր է սպառել ներքին շուկայում, որովհետև մենք այլ շուկա չունենք։ Իսկ որն է լուծումը։ Որոշ հաշվարկներով տարեկան Հայաստանից 15000 տոննա թարմ եւ պաղեցված իշխանու թառափ է արտահանվում, որի 95%-ը գնում է Ռուսաստանի Դաշնություն։ Ինչ է արվելու հիմա այդքան ձկնամթերքի հետ։ Հայաստանի Հանրապետությունը ստացել է թույլտվություն ձկան ձկնամթերքի արտահանման նպատակով Եվրոպական միության երկրներ։ Ահա, մեզ կգան օգնության եվրոպացիները։ Իրականում նրանք դեռ նախորդ տարի էին թույլ տվել Հայաստանից ձկնամթերք արտահանել Եվրամիության անդամ երկրներ, բայց դրա համար, ինչպես պարզվում է, ձեռնարկատերը դեռ ճանապարհ ունի անցնելիք։ Եվրոպական միությունը տարիներ առաջ արգելել է, օրինակ, մալախիցյան կանաչի կիրառությունը որպես անասնաբուժական դեղամիջոց։ Եվրոպական միությունից էր իտալացի էր, որը եկել էր Հայաստան, հաց տվեց, ասեց, շատ կներեք, իսկ դուք փոխարինող գրանցված դեղամիջոցներ ունեք, թե չէ, եւ պարզվեց, որ մենք փոխարինող գրանցված դեղամիջոց չունենք։ Ահա, փաստորեն մեր ձեռնարկատերերի արտադրանքը պետք է հատուկ չափորոշիչների, նորմերի համապատասխանի, որպեսզի Եվրամիությունն ներմուծելու թույլտվություն տրվի։ Հայտ ներկայացնելուց հետո լիազոր մարմինը իրականացնում է ստուգում տնտեսվարողի մոտ, սա պլանային կամ տեղական վերահսկողության ստուգում չէ, այլ Եվրոպական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների համապատասխանության նկատմամբ ստուգում է։ Պետական մարմինը հանդես է գալիս հայտարարությամբ, որը դառնում է ավտոմատ կերպով, ինքնախոստովանություն, որ մինչ այս փաստացի պատշաճ չեն վերահսկել եւ հիմա նոր միայն արտահանման հայտ ներկայացրած տնտեսություններում իրականացնեն պետական նորմալ մակարդակով վերահսկողություն։ Այսինքն ստացվում է, որ մինչև հիմա այն արտադրանքը, որը արտահանել ենք Ռուսաստան, կամ թեկուզ հենց մենք ենք կիրառել եւ կիրառում, հաճախ չի համապատասխանել եվրոպական նորմերին։ Օրինակ, նիտրոֆուրանային խմբի հակաբիոտիկները չի թույլատրվում օգտագործել կամ քլորանֆենիկոլը չի թույլատրվում։ Դասընթացի էինք հրավիրել ձկնաբույծներին եւ խնդրել էինք նշել հատկապես այն դեղամիջոցները, հատկապես այն հակաբիոտիկները, որոնք իրենք օգտագործում են, եւ մեծ մասը կոնկրետ նշել էին Եվրոպական միությունում արգելված անասնաբուժական դեղամիջոցի անուն։ Հիմա ըստ էության կառավարությունը ասում է. ձկնաբույծներ, ձեր արտադրանքը հասցրեք եվրոպական ստանդարտներին եւ մենք կաջակցենք, որ դուք դա արտահանեք։ Գործադիրի այս առաջարկին արդեն արձագանքել է 5 արտադրող 130-ից։ Երեք մենք արդեն գրավոր դիմում ենք ստացել տեսչական մարմին մեկ կազմակերպությունից, որը որ հենց կառավարության նիստից հետո եղել է էլեկտրոնային եղանակով դաշտում արկա ընկերություններից գրեթե 97% տնտեսություններն էլ պատրաստ են։ Խնդիրն այն է, որ հայ արտադրողների համար տարբեր խնդիրներ կարող են ջրի երես դուրս գալ ամենաանսպասելի տեղերից։ Հայաստանում գյուղ ոլորտում որակի վերահսկման process-ը, այդ թվում ձկնաբուծության ոլորտում, մեղմ ասած բադ գործ է։ Ըստ էության փաստացի եթե դա ներդրված չլինի, չեն էլ կարողանա արտահանել այդ հասիբ համակարգն է, մյուսն է եւ այլն, դա իրանից ենթադրում է ձկան եւ սննդամթերքի բաղադրիչ նյութերի հետագծելիություն ամբողջ, այսինքն ինքը եթե դու ներդնում ես, այդ նշանակում է թվային եղանակով Եվրոպայում կարան տենան։ Այդ կերը որտեղ ես առել, ոնց է եկել, երբ է եկել, երբ ես տվել։ Տնտեսվարող եմ հանդիպել, որի ապրանքի մեջ մալախիտ կանաչ է հայտնաբերվել եւ նա հայկական բառ ասեմ, կրակ ու երթում է կերել, որ մալախիտ կանաչ երբևիցե չի օգտագործել, չէր իմացել, որ մալախիտ կանաչը օգտագործվել էր մանրաձկան արտադրության ժամանակ եւ ինքը ձեռք էր բերել պատրաստի մանրաձուկ եւ այլևս չէր օգտագործել մալախիտ կանաչ։
բայց հետագայում իր ապրանքը բախվել էր խնդրի։ Այսինքն Եվրամիության շուկա մուտք գործելու համար դու պետք է երաշխավորես, որ ձկան արտադրության ամբողջ ցիկլում չի եղել գետ 1 շեղում այնտեղ ընդունված ստանդարտներից։ Ավազանի ջուր, իհարկե մանրաձկան արտադրություն, վերջնական ձկան արտադրություն, ձկան հիգիենայի կանոնների պահպանումը, նաև սպանդի ժամանակ, հետագա բոլոր հիգիենայի կանոնների պահպանումը, սրանք բոլորը շատ կարևորվում են, որովհետև Եվրոպական միությունը սննդի մատակարարման շղթան դիտարկում է որպես մեկ ամբողջականություն։ Եվրոպացիք ունեն իրենց սեփական ծովերն ու գետերը եւ լիովի օգտվում են սեփական բնական պայմաններում աճեցված ձկներից։ Ենթադրաբար Ռուսաստանին ցավոք դեռ այլընտրանք չկա։ Ինքը փորձում է մի քանի տնտեսությունների թույլ տալ տեղափոխումը ձկնամթերքի ռուսական շուկա։ Կա, հա, հայկական։ Բանակցություններ են գնում, ցանկանում է թույլ տալ մի քանիսինը, որպեսզի ապացուցի եւ ուզենա հաստատել, որ դա քաղաքական բնույթ չի կրում։ Ճգնաժամը, որը առաջիկայում չոքելու է ձուկ արտադրողների դռանը, գուցե ստիպի թե կառավարությանը, թե ոլորտի արտադրողներին մտածել այս բիզնեսի այլընտրանքային ապագայի մասին։ Արդեն պարզ է, որ ներկա մոտեցումներով այն այլևս չի լինելու ձեռնտու ոչ բիզնեսի եւ ոչ էլ առավել եւս պետության համար, որը ձկնաբուծարանների անխափան աշխատանքի համար ստիպված է ծախսել ամենակարևոր ռեսուրսներից մեկը։ Կա մոտավոր հաշվարկ, որ Հայաստանում արհեստական լճերում ձկան արտադրության 1 կիլոգրամ ձկան արտադրության համար օգտագործվում է մոտ 30 տոննա քաղցրամ ջուր։ Ինչի համար է այս տեղեկատվությունը կարևոր, որովհետև եթե դու ուզում ես քո երկրում զարգացնել ձկան արտադրությունը, դու պետք է ունենաս հստակ հաշվարկ ձկան ինքնարժեքի մասով։ Արմեն Նաթալյան, Անդրանիկ Ներկարարյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Միայն կարելի է ենթադրել, թե այս զռլամաները տապալելու համար մեքենան ինչպիսի արագություն բացած կլինի։ Մարդու բանքերը, չէ։ Ահավասիկ, գիշերը ժամը 3:15-ի սահմաններում գործարանային մետրոյի մոտ տեղի ունեցածը։ Ստեղ րոպեներ առաջ ավարիայի ճակատամարտն է եղել։ Այդ պահին հայտնվում է այս Սատուրն մակնիշի մեքենան ու վրա երթի ենթարկում Chevrolet-ի վարորդին եւ ուղևորին։ Մեքենայի վիճակը հուշում է, որ եթե մեկ զոհով սահմանափակվենք, իրոք հրաշք կլինի։ Միայն երջանիկ պատահականությամբ չի դարձել նույն ծառի զոհը։ Անցնող շաբաթ համացանցում հայտնվեցին Մայրաքաղաքի Վաղաշյան փողոցում տեղի ունեցած ծեծկրտուքի բացառիկ կադրերը։ Կրակոցներ, պարկուճներ, վիրավորներ, առնանման հետքեր, շտապօգնության մի քանի բրիգադներ։ Սակայն կատարվածի ամբողջական պատկերացումը կազմեցինք, երբ ուսումնասիրեցինք համացանցում հայտնված կադրերը, մասնավորապես այն հատվածը, որտեղ երևում է, թե ինչպես է սպիտակ շապիկով երիտասարդը անվրդով կրակում սև հագուստով տղամարդու վրա, եւ թե ինչպես են վերջին ընկերները երիտասարդին տապալում գետին ու դաժան ծեծի ենթարկում։ Վստահ եմ, որ թույլ նյարդեր ունեցող մարդիկ այդ կադրերը մինչև վերջ չեն նայել։ Բայց ամենաուշագրավն այն է, որ տուրը դմփոցի պատճառը մեքենաներով միմյանց չզիջելն է եղել։ Ակամա մտաբերում ես մի կաթիլ մեղրի պատմությունը ու չես կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է աննշան պատճառով երկու մարդ ծանր վիճակում հայտնվի հիվանդանոցում։ Ոստի հարցը, թե երբ հասանք այս օրին, որտեղից այսքան ատելություն ու մաղձ, ավելորդ չէ, թեև պատասխանն էլ շատերի համար ակնհայտ է։ Այն պահից, երբ հասարակությունը բաժանեցինք սևերի ու սպիտակների, ու հիմա քաղում ենք դրա պատուղները։ Մենք հետևելու ենք այս միջադեպի շուրջ իրավական զարգացումներին եւ հետամուտ ենք լինելու, որպեսզի մեղավորները արժանի պատիժ ստանան։ Իսկ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրին տեղի ունեցած այլ կերպ քան ճակատագրի հեգնանք չես անվանի։ Եվ ուրեմն Շամշյանին ահազանգողը նշել է, թե երկու մեքենաների բախման հետևանքով կա զոհ։ Մինչդեռ դեպքի վայր արագ հասած ֆոտոլրագրողը այլ պատկեր է արձանագրել։ Պարզվում է, որ երբ Chevrolet եւ Volkswagen-ի բախումից հետո մեքենաների վարորդներն ուղևորները իջել եւ փորձել են հաշտության եզրեր գտնել, որտեղից որտեղ հայտնվել է Saturn մագնիշի մեքենան, մահացու վրաերթի ենթարկել Chevrolet-ի ուղևորուն եւ ծանր վիրավորել վարորդին։ Վրաերթի ենթարկած մեքենայի վնասվածքները իրավապահներին ուշել են, որ դրա վարորդը չի նկատել դրսում կանգնած մարդկանց, իսկ դա նշանակում է, որ անտեսել է օրվա մութ ժամին զգոնությունը կրկնապատկելու մեր հորդոր զգուշացումները։ Ահա եւ դրանք անտեսելու գինը։
Անցած օրերի քրեական քրոնիկոնը, դժբախտ պատառներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի արյունը արյամբ տեսանյութում։ Այ ժողովուրդ ջան, հենց քաղաքապետարանից գալիս են ծառ էտելու, միանգամից շուխուր են կանում, թե ուզում են մեր միջոցներով ու մեր խնամքով աչեսած ծառերը կտրեն ու այնպես չի, որ հոխորտալու տեղ չունենք։ Այո, տասնյակներով ծառեր են քոքից կտրել, որոնք դեռ տարիներով կարող էին հարստացնել թթվածնի մեր պաշարը, բայց կան նաև ծառեր, որոնք ենթակա են հատման, քանի որ իրենց դարն ապրել են։ Ու երբ այդ ծառերն էլ չեք թողնում կտրել, լինում է այն, ինչ եղավ աշտարակի խճուղի վրա, նենց որ այս հարցում էլ պետք է կարողանանք թացը չորից զատել։ Ողբերգական այս պատմությունը կներկայացնենք տեսանյութի վերջում։ Հիմա անդրադառնանք դրան մոտ մի պատմությանը։ Նկատի ունեմ հանգամանքը, որ ըստ դեպքում էլ սյուներ էին տապալվել գետնին, բայց ոչ իրենց կամքով։ Հենա տեսնում եք, Chevrolet Volt-ը, որի վարորդը չգիտեմ ինչու, չգիտեմ ոնց, ոչ տարել, ոչ բերել է, Ավան Առինջ թաղամասում այգի ռեստորանային համալիրի մոտ տապալել է միանգամից 3 էլեկտրասյուն։ Միայն կարելի է ենթադրել, թե այս զռլամաները տապալելու համար մեքենան ինչպիսի արագություն բացած կլինի։ Ընդ որում, բացի նրանից, որ էլեկտրասյուները բետոնից էին, դրանց վրա առկա լարերը ևս բավականին հաստ էին։ Իսկ դա նշանակում է, որ այսպիսի պատկեր ստանալու համար Chevrolet-ի վարորդը ոդկը գազի սեղմակին շատ է հենել։ Մարդու բան չէ, չէ՞։ Լավ։ Չնայած վարորդի ազգանունը չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ Բախտիկյանը միայն երջանիկ աստղի տակ ծնվածը կարող էր սենց ավերածություններ գործելուց հետո ոչ միայն չբռնել հանդերձյալ աշխարհ գնալու ճամփեն, ինչը մենք չենք ցանկանում, այլև անգամ չվիրավորվել։ Այդուհանդերձ, այնինչ արել է Chevrolet-ի վարորդը խրատական ձեռնարկա, թե ինչ չպետք է անեն վարորդները։ Փաստ է նաև, որ Բախտիկյանը իր արածի դիմաց սեփական գրպանը ահագին թեթևացնելու է։ Այնքան սովորական է դարձել, որ ամառվա սեզոնին գրեթե ամեն թողարկմանը պիտի ներկայացնենք հրդեհի հետ կապված պատմություն։ Ուղղակի այս սեզոնին հրդեհն ավելի շատ ծագում է մեքենաներում ու հիմնականում գազաբալոնների պատճառով, իսկ դա նշանակում է, որ դրանք էլի չեն ստուգաչափվում եւ այդ գործընթացի վրա աչք է փակվում։ Ահավասիկ, գիշերը ժամը 3:15-ի սահմաններում գործարանային մետրոյի մոտ տեղի ունեցածը։ Հրշեջների 2 մարտական հաշվարկ է պահանջվել, որպեսզի մի տևական ժամանակ անց մարեն Toyota Magnish-ի մեքենայում ծագած հրդեհը։ Նախնական տեղեկություններով պատճառը ընթացքի ժամանակ գազի բալոնից արտահոսքն է եղել, որը լցվել է մեքենայի սալոնի մեջ ու դարձել հրդեհ պայթյունի պատճառ։ Սա էլ իր հերթին հանգեցրել է նրան, որ Toyota-ն բախվել է կայանված ամենագնաց Nissan-ին ու կրակը տարածվել է նաև դրա վրա։ Ու թեև հրշեջներն ամբողջությամբ փորձել են հնարավորինս արագ մարել կրակը, սակայն ինչպես տեսնում եք, Toyota-ն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի, իսկ Nissan-ի դեպքում այրվել էր հետնամասը, բայց ժեշտը դեռ ոչինչ։ Ականատեսները պատմեցին, որ այրվածքաբանության ազգային կենտրոն են տեղափոխվել 19-20 տարեկան 3 երիտասարդ։ Բոլորն էլ Շիրակի մարզից են, ու երբ նրանք հիվանդանոցից դուրս գրվեն, պիտի պատմեն եղելությունը։ Ինձ օրինակ շատ հետաքրքիր է, արդյոք մեքենայում ծխախոտ են վառել, որ միանգամից կպել է։ Այդ դեպքում ունեն մեղավորություն, որովհետև սրահում ծխել չի թույլատրվում։ Բոլորդ երևի հիշում եք մեր բակը ֆիլմի այս շատ սիրելի հատվածը, որը դիպուկ բնութագրում էր
90-ականներին մայրաքաղաքի քրեացին իրավիճակը։ Փաստորեն 90-ականները վերադարձել են ու դրանում հերթական անգամ համոզվեցինք Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վաղարշան փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցածը լուսաբանելիս։ Եվ ուրեմն ժամը 19:40-ի սահմաններում իրավապանները օպերատիվ տեղեկություն են ստանում, որ Վաղարշան փողոցի 24 կոտորակ 6 շենքի բակային հատվածում ուժեղ կռիվ է, հնչել են կրակոցներ եւ կան վիրավորներ։ Ապտի վրա հենա, այրան հետքիրը, հա։ Ապրեն օպերատիվ ծառայությունները, միանգամից դեպքի վայր են հասնում ոչ միայն իրավապաները, այլև Երևանի 103 շտաբօգնության բժիշկների 2 հերթապահ, որոնք մինչև իմ հասնելը դեպքի վայրում 2 հոգու բուժօգնություն են ցուցաբերել ու հիմա տեսնում եք, թե ինչպես են տեղափոխում Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։ Էս էլ կրակված պարկուշները, դրանք 5-ն էին, վնասված ավտոմեքենաները, որոնցից մեկի վրա առկա է կրակոցի հետ, իսկ մյուսի առնանման հետքեր։ Մի խոսքով, ստեղ րոպեներ առաջ ավարիայի ճակատամարտն է եղել։ Չգիտեմ, ովքեր են հայերը եղել, ովքեր է պարսիկ, բայց եթե ավարիայի հիմքում հայ ազգի ինքնության պահպանման կռիվն է եղել, այս դեպքում պատճառը ըստ նախնական տեղեկությունների մեքենաներով իրար չզիջելն ու մեքենաներով իրար բախվելն է եղել։ Այդպես էին նշում դեպքի վայրում հավաքված քաղաքացիները։ Ստեղ են ասում, արա, ով եք դուք, ականջդ կանչի ամենայն հայոց բանաստեղծ։ Իսկը քո մի կաթիլ մեղրի պատմությունն է, որ ասում եմ, այս ազգ սատանան է այցելել ու իրեն լավ էլ կոմֆորտնի ազգում չեք հավատում։ Ավարիայի ճակատամարտի ագին մասնակիցների իրավապաները արդեն բռնել են։ Իզա նշանակում է, որ մնացածին էլ կբռնեն, որովհետև ինչպես ավարիայից եւ այլ պատմական դրվագներից եք տեղյակ, մեր ազգը հարուստ է նաեւ մատնիշներով։ Այնտես Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրին տեղի ունեցածը այլ կերպ, քան ճակատագրի հեգնանք չես անվանի։ Նման անեթեթ մաշ շատ քիչ է լինում։ Երբ ազանգողը նշեց, թե Շամշան, շուտ հասի, ստեղ մահվան ելքով վթար է տեղի ունեցել, չէի կարող պատկերացնել, թե ինչ եմ իրականում պարզելու։ Այո, ազանգողի տեղեկատվությունը ամբողջական չէր, որ վթար է տեղի ունեցել։ Ճիշտ էր, որ մարդ կար մահացած, էլի ճիշտ էր։ Սխալ տեղեկատվությունը այն էր, թե մարդը ինչից էր իրականում մահացել։ Իսկ հիմա լսեք իրականությունը։ Բանն այն է, որ նշված հատվածում իրար են բախվում այս Volkswagen-ն ու Chevrolet-ն, որից հետո երկու մեքենաների վարորդներն ու ուղևորները իջնում են ու փորձում հաշտության եզր գտնել։ Սակայն այդ պահին հայտնվում է այս Saturn մակնիշի մեքենան ու վրայերթի ենթարկում Chevrolet-ի վարորդին եւ ուղևորին, ինչի հետևանքով վերջինը 22-ամյա Ռոմելա Սարգսյանը տեղում մահանում է, վարորդը մարմնական վնասվածքներ ստանում։ Դատելով վրայերթի ենթարկած մեքենայի վիճակից ակնհայտ է, որ դրա վարորդը ընդհանրապես չի նկատել դրսում կանգնած մարդկանց, այլապես այս օրին չէր հայտնվի։ Նկատի ունեմ, որ հետիոտներին բախումը ուժգին է եղել։ Հենա, դիմապակու վրա տեսնում եք գլխով հարվածի տեղը, որից հետո հետիոտնը ամենայն հավանականությամբ ընկել է մեքենայի առջևի հատվածի վրա։ Իրոք դաժան ու անհեթեթ մահ։ Չգիտեմ, թե Սատուրնի վարորդի ուշք ու միտքը, խելքը ուր են եղել ու ինչպես չի նկատել երկու մարդու, բայց հաստատ բերդում խելքը տեղը կգա, 1000 ենք ասել, որ օրվա հատկապես մութ ժամերին կրկնապատկեք զգոնությունը։
ու էլի կցորդիչո բեռնատար, այ մարդ, այս ինչքան են սրանք շատացել, իրոք կարծես դառնում ենք տարանցիկ երկիր, բայց ինչպես հայտնի է, ինչքան շատ, այնքան վթարվելու հավանականությունը մեծ է, ու այս աքսիոմի մեջ համոզվում ենք գրեթե ամեն շաբաթ, եւ քանի որ սրանք ծանրաքաշ են, սրանց մասնակցության վթարների դեպքում մահվան ելքի հավանականությունն էլ է մեծ։ Արարատի մարզում ենք, ավելի ստույգ Երևան-Մեղրի ճանապարհի 84-րդ կիլոմետրին, Լանջար գյուղի վարչական տարածքում, ինչպես տեսնում եք, իրանական համարանիշներով Volvo մակնիշի բեռնատարը գլուբոկի նոկաուտի է ենթարկել Mercedes-ին, այն, ինչ մնացել է վերջինիս, երևի մետաղե ջարդոնի կետերն էլ հրաժարվեն ընդունեն։ Նույնիսկ սարսափում եմ բախման պահը պատկերացնել, չեմ ուզում կատարվածի վարկածները առաջ քաշեմ, թեև հավաքվածները պնդում են, թե բախումը ճակատային է եղել, ու մեքենաներից մեկի վարորդը դուրս է եկել հանդիպակաց, ամեն դեպքում կարող եմ ասել, որ հենց այդ վարկածը ապրելու իրավունք ունի, որովհետև հանդիպակաց դուրս գալը իրավամբ դարձել է նման ճանապարհներին ամենատարածված խախտումը։ Այս վթարը ունեցավ նաև դաժան վիճակագրություն, 1 հոգի տեղում մահացավ, 5-ին տեղափոխեցին բժշկական կենտրոններ, պետք չէ Նոստրադամուսը լինել հասկանալու, որ տուժածներից գրեթե բոլորը գտնվել են Mercedes-ում ու կապ չունի, թե որտեղ են նստած եղել։ Մեքենայի վիճակը հուշում է, որ եթե մեկ զոհով սահմանափակվենք, իրոք հրաշք կլինի։ Եվ վերջում չարաբաստիկ չորացած փտած ծառի պատմությունը։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 11-ին։ Ինչպես սկզբում ասացի, աշտարակի խճուղու վրա, տեսնելով փողոցի այս վիճակը, իհարկե կարելի էր շատ բան ենթադրել ու պատկերացնել, բայց որպեսզի չընկնենք երևակայության գիրկը, կներկայացնենք մեր հավատարիմ հեռուստադիտողի տրամադրած կադրերը։ Հեռուստադիտողը որն է, ականատեսի, որը միայն երջանիկ պատահականությամբ չի դարձել նույն ծառի զոհը։ Աստվածիմ, ասում են մարդու ճակատին ինչ գրած է, ուրեմն տենց էլ կլինի։ Մոպեդավարի ճակատին սա էր գրված. պետք է իր համար ճախրեր ու մեկ էլ փտած ծառը ընկնի գլխին։ Համաձայնեք, որ նույնիսկ ամենապաշտպանիչ կասկան նրան չէր փրկի, ու Թուրքմենստանի քաղաքացի 50-ամյա Ումիրով Ուրալին տեղում մահացավ։ Մի օր էլ ավետիսան այս ծառն անգնելու։ Մտածի այախ պողակը 2 անգամ եկել է ուզեցել է հեռասի քանի եկել խաղեր են տվել։ Այո, ժողովուրդ ջան, լավին լավ պիտի ասես, վատին վատ։ Նենց չի, որ քաղաքապետարանի կանաչապատման եւ շրջակա միջավայրի պահպանության հողակը աշկներից լույսն է։ 1000 հատ կիքսել դրանք են տվել, բայց այս դեպքում սա է իրականությունը։ Ու երբ հարևանության բնակվողներին հարցրեցի, թե տեսակ, որ ձեր անհանդուրժողական պահվածքի հետևանքով մարդ մահացավ, մեքենա էլ վնասվեց, անողորտ հայացքով վրաս էին նայում։ Ժողովուրդ ջան, սենց ծառերը պիտի կտրվեն ու դրանց քանակը փոքր չի, նենց որ երբ դրանց կտրելու անհրաժեշտությունը առաջանում մի ընդդիմացեք, այ եթե մատղաշ ծառեր կտրեն ու տեղը սակուրա տնկեն, ինչ ուզում եք արեք։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը գնանք լույսի հետևից դրանից պայծառը չկա։ Այս եթերաշրջանի է վերջին հաղորդումը հուլիսի 26-ին ժամը 22-ին։ Աստված պահապան հայազգին։